Մասնակցություններ չի ստեղծվում, որովհետև բարեկային ժամը աշխատանքային ժամից հետո է ըստ էության սկսում, ժամը 8-ից մինչև առավոտյան հաջորդ առավոտ ժամը 6-ը եւ դա ըստ էության շատ փոքր շառավղով տարածք է, այսպես ասեմ, ընդգրկում եւ համել 3 արդեն դպրոցները վերջնականապես Լոս Անջելեսում ավարտական երեկոներն արեցին, փակվեցին, այսինքն այդ իմաստով անհարմարություններ մեծ հաշվով կարծում եմ չկան։ Ես ինչքանով որ տեղյակ եմ, առանձնապես ակտիվություն չկա հայ համայնքի կողմից եւ Լոս Անջելեսի այդ թաղամասերը ավելի շատ իսպանախոս բնակչությամբ է ուրեմն լցված եւ 80%-ը այդ բնակչությունն է եւ իրենք են ըստ էության մասնակիցները հանրահավաքների, բողոքի ակցիաների եւ ամերիկյան նյուզերին էլ երբ որ հետեւում է զուտ վիզուալ հայկական դեմքեր այսպես չկան եւ ընդհանրապես համայնքում այդ իմաստով ակտիվություն չկա, փոխարենը կա անհանգստություն, որտեղ ինչպես գիտեք շատ են, այսինքն չփաստաթղթավորված ներգաղթյալները նաեւ հայերի շրջանում, մտավախություն այդ առումով համայնքում այո կա բավականին ակտիվ, բայց մասնակցություն հանրահավաքներին ես գոնե նման տեղեկությունների չեմ տիրապետում։ Որևէ տեղեկություն ունեք, որ օրինակ հայերից որևէ մեկի բիզնեսը թալանել են կամ խանութ։ Ոչ, հայկական բիզնեսների, հայկական խանութների մասին որևէ խոսակցություն չկա, նախ այդ տարածքում չեմ կարծում, որ հայկական խանութներ կամ հայկական բիզնեսներ տեղակայված լինեն, բոլոր դեպքերում լրատվությամբ տրվող խանութների ցանկի մեջ ես չգտա հայկական անուններ կամ բիզնեսներ, որոնք ինչ-որ կերպ կապված են հայկական անուն ազգանունների հետ։ Բոլորը մտածում են այսպես աչքի չընկնեն, չերևան, հատուկ չֆիքսվեն, իրենց վրա ուշադրություն չսևեռեն, այդ իմաստով ավելի շատ նախընտրում են մնալ տներում, անգամ դուրս չգալ, խուսափել հանրային վայրերից, հանրային միջոցառումների մասնակցությունից, ավելի, այսպես ասեմ, ավելի պասիվ է մասնակցությունը, այսինքն որևէ բողոքի ակցիա կամ չգիտեմ, ինչ-որ քննարկումներ, բանավեճեր այդ իմաստով հայկական համայնքում չկա, այսինքն լուռ հետևում են եւ աշխատում են մնալ օրինականության շրջանակներում, հետևել պաշտոնյաների հորդորներին, որտեղ նահանգապետը, շերիֆը եւ մնացած պաշտոնյաները անդադ հորդորում են նյուզերով 24 ժամ օնլայն եթերներով, որ մի արեք, մնացեք հանգիստ, այո, խոսքի իրավունք, ձեր խաղաղ ակցիաները, բաները, բայց բոլոր դեպքերում մի տրվեք պրովոկացիաների եւ աշխատեք հանգիստ մնալ եւ բացի այդ ստեղծվել են թեժ գծեր, որոնք իրավաբանական աջակցություն են ցուցաբերում այն մարդկանց, ովքեր պատահաբար, այսպես ասած, ընկնում են այդ ռեյդերի տակ, եւ բավականին կազմակերպված նահանգը ինքը կարողանում է սպասարկել անկախ մարդկանց ազգությունից, ռասայից, մաշկի գույնից, այսինքն հավասար այսպես կա այդ օգնությունը։ Շատ, այսպես ասեմ, լրատվական հոսքեր են գնում, որ այսքան մարդու, այսքան հայի, չգիտեմ, տարհանեցին, գնացին, տներից բռնեցին, տարան, ուզում եմ ասեմ, որ կեսից շատը ուռճացված է եւ այսպես փչացած հեռախոսի բանն է աշխատում, որովհետեւ ես գոնե բավականաթիվ ընկերներ ու հայ ընկերներ ունեմ, իրենց միջավայրերում էլ, իմ միջավայրում էլ չկան։ Եթե նույնիսկ կան, ապա այդ մարդկանց դեպքում կրիմինալ, այսինքն հանցակազմ է եղել, որևէ անօրինական մի բանի մեջ ներգրավված են եղել, թե չէ այդպես թիվ չեն կազմում հայերը։ Իհարկե այլ ազգերի դեպքում կան եւ բավականին կոպտագույն խախտումներով է ուղեկցվում այդ դեպորտացիայի process-ը, բայց հայերի, հայ քաղաքացիների, ազգությամբ հայերի դեպքում նման ինֆորմացիա ամերիկյան լրատվական միջոցներով չի տրվել։